Բարև ձեզ, դատարաններում գործերը շատացել են եւ կուտակվել, դա նշանակում է, որ հեռու ձեզանից, եթե ձեզ հետ որևէ բան պատահի եւ գործը հասնի դատարան, կամ փորձեք դատական կարգով ձեր իրավունքները պաշտպանել, ապա մեծացել է հավանականությունը, որ գործը կսկսվի ձգձգվել տարիներով եւ հնարավոր է ընդհանրապես չլուծվի։ Փաստեփուստի այսօրվա թողարկմանը քննարկելու ենք այն դեպքերը, երբ քաղաքական պաշտոնյաները խոսում են դատարաններում ձգձգումների դեմ պայքարի մասին եւ ներկայացնելու ենք իրական վիճակագրությունը այս թեմայով։ Հայաստանում դատավորները նշանակվում են նախագահի կողմից վերջին 7 տարիների ընթացքում Արմեն Սարգսյանը եւ Վահագն Խաչատուրյանը 237 նման հրամանագիր են ստորագրել։ Մեզ սրանցից ավելի հետաքրքիր են այն դեպքերը, երբ հրամանագրի հիման վրա դատավորները տեղափոխվել են մի դատարանից մյուսը։ Այսպես, օրինակ Անի Մարտիրոսյանը Շիրակի դատարանում դատավոր է նշանակվել 2023-ի հունվարին։ Ընդամենը 42 օր այնտեղ պաշտոնավարելուց հետո Մարտիրոսյանը տեղափոխվել է Երևան։ Բոլոր այն գործերը, որոնք այդ 42 օրվա ընթացքում քննվել, բայց կիսատ են մնացել, հանձնվել են մեկ այլ դատավորի, եւ դրանք պետք է սկսեին քննությունը նորից, զրոյից։ Երևանում նշանակումից 1 տարի 1 ամիս հետո էլ Անի Մարտիրոսյանը տեղափոխվել է վերաքննիչ դատարան, այս դեպքում եւս բոլոր կիսատ մնացած գործերը հանձնվել են այլ դատավորների եւ պետք է սկսեին քննությունը նորից, զրոյից։ Սա նշանակում է բոլոր այն դեպքերում, երբ որ կիսատ է մնացել քննությունը, այդ գործի վրա արված ներդրումը, դրա վրա ծախսված ժամանակը դարձել է ապարդյուն։ Այս օրենքի ես ինչ կետ է ասում, դե SN N1-ը N1-ը հիվանդ է, 7 տարի դատավարություն են անում։ Տեղափոխությունների ռեկորդակիրը դատավոր Ադրինե Ղուկասյանն է, նա այս 7 տարիների ընթացքում 4 անգամ նշանակում է ստացել։ Միջինում նրա պաշտոնավարման տևողությունը եղել է 1 տարի 8-9 ամիս։ Դա նշանակում է, որ նրա սկսած եւ չավարտած գործերը նույնպես անցել են այլ դատավորի, սկսվել է քննությունը նորից։ Առհասարակ վերջին 7 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ նոր նշանակումից հետո դատավորների կեսը առավելագույնը պաշտոնավարում է 1 տարի 8-9 ամիս, ավելին նրանցից ամեն 4-րդը պաշտոնավարում է առավելագույնը 1 տարի։ ԲԴԽ որոշումներից մեկով ամենաբարդ քրեական գործերով դատավորությունները պետք է ավարտվեն առավելագույնը 2 տարում։ Այս ամենի համատեքստում սա նշանակում է հետևյալը. Ա. Եթե դատավորի նշանակումից անմիջապես հետո նրան մակագրվում է քրեական բարդ գործ, ապա նա պետք է այդ գործը հասցնի քննել եւ ավարտել 2 տարում։ Այլ դեպքում, եթե չհասցնի այդ 2 տարում ավարտել գործը, ապա գործը սկսելու է այլ դատավոր զրոյից։ Բ. Իսկ եթե դատավորի պաշտոնավարումից անցել է օրինակ 1 տարի, ապա դա նշանակում է, որ նրան մակագրված գործերի զգալի մասը ուղղակի չի հասցնի ավարտել եւ դրանք նույնպես կմնան հաջորդ դատավորին քննելու նորից։ Այս սկզբունքով կան դատավարություններ, որոնք տևում են տարիներ, փոխվում են մի քանի դատավորներ եւ նրանցից ամեն մեկը գործի քննությունը սկսում է զրոյից։ Սրան էլ ավելանում են այն դեպքերը, երբ դատավորների լիազորությունները կասեցվում, դադարեցվում են եւ նրանց գործերը նույնպես հանձնվում են այլ դատավորների։ Ֆակտոր TV-ն մի քանի անգամ խորությամբ անդրադարձել է այս խնդիրներին, օրինակ 2024-ին պարզել էինք, որ վերջին 6 տարում միայն դատավորների լիազորությունները դադարեցնելու հետևանքով 5000 գործ նորից մակագրվել է այլ դատավորի։ Սա հայտնի խնդիր է, պարբերաբար հայտնվում է կառավարության օրակարգում, քննարկվում է ու չի լուծվում։ Որպես օրինակ ներկայացնենք մի քննարկում փետրվարից։ Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումների հետ կապված խնդիրներին ու կարևորել այս ուղղությամբ նոր կարգավորումների միջոցով համալիր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։ Երկրորդ օրինակը արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը պնդում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։ Որոշ դեպքերում ունենք նաև կարգապահական բարույթներ, երբ այդ գործերի քննությունը այնքան է դանդաղել, որ արդարադատությունը փաստացի չի իրականացվել։ Նախատեսում ենք սահմանել գործերի քննության կոնկրետ ժամկետներ։ Բայց եւ սակայն 2025 թվականի առաջին կիսամյակի վիճակագրությունը հակառակ միտում է ցույց տալիս։ Ուսումնասիրել ենք Հայաստանի բոլոր առաջին ատյաններում քննվող քրեական գործերի վիճակագրությունը եւ դատավորների ծանրաբեռնվածությունը եւ ավելին այստեղ չենք ներառել մինչ դատական վարույթի գործերը։ Արդյունքները հետեւյալն են. հուլիսի 1-ի դրությամբ դատարանների ծանրաբեռնվածությունը, այսինքն այնտեղ մնացած գործերի քանակը
8.5%-ով ավելի է, քան հունվարի 1-ի դրությամբ։ Այսինքն 6 ամսվա ընթացքում գործերի քանակը ոչ միայն չի նվազել, այլ նաև ավելացել է 8.5%-ով։ Կուտակումն էլ իր հերթին նշանակում է, որ դատավորները ել ավելի ծանրաբեռնված են, ել ավելի հավանական է, որ չեն հասցնելու քննել գործերը եւ ել ավելի ձգձգվելու են դատական process-ները, իսկ արդարադատությունը կամ ուշանալու է, կամ առհասարակ չհաստատվի։ Մենք ձեզ ներկայացրինք դատական գործերի ձգձգման դեմ պայքարի մասին, պաշտոնյաների հայտարարությունները եւ այդ ձգձգումների մասին իրական վիճակագրությունը։ Դուք որոշեք, որն է փաստ, որը փուստ։